Խոսելու ենք 4 կայսրության փլուզման ու միլիոնավոր զոհերի պատճառ դարձած երկու կրակոցի մասին։ Շատերս գիտենք, որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությամբ, սակայն քչերը գիտեն, թե ով էր Ֆերդինանդը ու ինչու հենց իր սպանությամբ սկսվեցին 20-րդ դարի խելահեղ իրադարձությունները։ Ֆրանց Ֆերդինանդը էրցհերցոգ Կարլ Լյուդվիգի և երկու սիցիլիաների արքայադուստր Մարիա Անունցիատայի որդին էր, ով դարձավ Ավստրո-Հունգարիայի գահաժառանգն այն բանից հետո, երբ 1889 թվականին ինքնասպանություն գործեց իր հորեղբոր կայսր Ֆրանց Յոզեֆի միակ որդին, թագաժառանգ Ռուդոլֆը։ Ֆերդինանդը ստացավ ռազմական կրթություն, 1893 թվականին մեկնեց շուրջերկրյա մեծ ճանապարհորդության, այցելեց Օվկիանիա և Ճապոնիա։ 1898 թվականին Ֆրանց Ֆերդինանդը նշանակվեց կայսեր տեղակալ և երբեմն կայսրը նրան ուղարկում էր արտասահմանյան ներկայացուցչական առաքելությունների։ Թեև թվում էր, թե թագաժառանգն ակտիվ քաղաքական կյանք է վարում, սակայն նրա հանդեպ ոչ այդքան դրական էր տրամադրված հենց ինքը կայսրը։ Հայտնի է, որ կայսրը նրան թույլ չէր տալիս մասնակցել ներքին կամ արտաքին քաղաքականությանը վերաբերող քննարկումներին կամ կարևոր որոշումների կայացմանը։ Անգամ դեմ էր եղել նրա ամուսնությանը չեխ կոմսուհի Սոֆիա Խոտոկի հետ, և ի վերջո կայսրը համաձայնվեց այդ ամուսնությանը միայն այն պայմանով, որ նրանց երեխաները երբեք չհավակնեն ավստրիական գահին։ Սա պատճառ դարձավ, որ Ֆրանց Ֆերդինանդը Բելվեդեր պալատում ստեղծեր իր սեփական կանցլերիան։ Կանցլերիայում իր շուրջը հավաքվեցին խորհրդականներ Կոմս Չեռնինին, գեներալ Կոնրադ ֆոն Կյոցենդորֆը և այլոք։ Վարած քաղաքականության մեջ Ֆրանց Ֆերդինանդը խիստ ռեալիստ էր։ 1906 թվականին նա մշակեց Ավստրո-Հունգարիայի վերափոխման ծրագիրը, որը նախատեսում էր միջէթնիկ լարվածության չեզոքացում և մի շարք այլ բարեփոխումներ։ Ծրագիրը մշակվել էր անձամբ էրցհերցոգի և ավստրո-ռումինացի քաղաքական գործիչ և իրավաբան Աուրել Պոպովիչի կողմից։ Այս ծրագրի համաձայն կայսրությունը վերափոխվում էր Մեծ Ավստրիայի Միացյալ Նահանգների եռամիասնական պետության կամ Ավստրո-Հունգարիա Սլավիայի։ Կայսրության մեջ ապրող յուրաքանչյուր հիմնական ազգության համար ստեղծվելու էին 12 ազգային ինքնավարություններ, և կայսրությունը և սլավոնական ժողովուրդները կշահեին եռապետության կայացման դեպքում։ Չեխերը կստանային իրենց ցանկալի ինքնավարությունը և կհրաժարվեին Հաբսբուրգներին տապալելու գաղափարից։ Սակայն հունգարական վերնախավը տրիալիզմի գլխավոր և ամենակոշտ հակառակորդն էր։ Դեռևս 1867 թվականին Հաբսբուրգների հետ փոխզիջման արդյունքում Հունգարիան վերահսկողություն էր ստացել կայսրության տարածքի կեսի նկատմամբ, սակայն Պոպովիչի պլանի համաձայն այն կկորցներ վերահսկողությունը Խորվաթիայի, Սլովակիայի, Կարպատյան շրջանների, Տրանսիլվանիայի և Վոյվոդինայի նկատմամբ։ Եվ իհարկե այս ծրագիրը չընդունվեց Հունգարիայի վարչապետ Կոմս Իշտվան Տիշայի և քաղաքական վերնախավի կողմից։ Ֆրանց Ֆերդինանդը թեև ոչ մի կտրուկ քայլեր չէր իրականացնում ընդդեմ բալկանյան ժողովուրդների, սակայն չէր սիրում ռուսներին և հատկապես սերբերին։ Չնայած հակակրանքին, Ֆրանց Ֆերդինանդը դեմ էր Սերբիայի դեմ որևէ ռազմական գործողության։ Նա հասկանում էր, որ պատերազմը կհանգեցներ Ռուսաստանի հետ ուղիղ բախման, ինչ անդառնալի ծանր հետևանքներ կթողներ ոչ միայն իր կայսրության, այլև ողջ տարածաշրջանի համար։ Լավ, բայց հարց է առաջանում, այդ դեպքում ինչու սպանվեց մարդն, ով դեմ էր պատերազմին, կողմ էր միջէթնիկ հարցերի խաղաղ կարգավորմանն ու փորձում էր ներքին բարեփոխումներ անել։ Առաջին հայացքից այս դրական ծրագրերը բացարձակապես չէին բխում Սերբիայի շահերից, որտեղ նպատակ ունեին ստեղծելու համասլավոնական պետություն Սերբիայի գերակայությամբ, և հին հաշիվներ ունեին Ավստրո-Հունգարիայի հետ, հաշիվներ, որոնց արմատները գալիս էին 1878 թվականի Բեռլինի պայմանագրից։ Այս պայմանագրի արդյունքում Ավստրո-Հունգարիային մանդատ տրվեց կառավարելու Բոսնիայի վիլայեթը, որը պահպանելու էր Օսմանյան կայսրության ֆորմալ իշխանությունը և ուներ սերբական մեծաթիվ բնակչություն։ Նույն պայմանագրով մեծ տերությունները Ավստրո-Հունգարիան, Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Գերմանական կայսրությունը, Իտալիան, Օսմանյան կայսրությունն ու Ռուսական կայսրությունը ճանաչեցին Սերբիայի ինքնիշխանությունը։ 4 տարի անց իշխանությունը վերափոխվեց Սերբիայի թագավորության, և Ալեքսանդր Օրբենովիչը դարձավ Սերբիայի թագավոր, և հաստատվեցին կայուն հարաբերություններ Ավստրո-Հունգարիայի հետ։ Սակայն իրավիճակը փոխվեց 1903 թվականի մայիսին, երբ սերբական Սև ձեռք ազգայնական խմբակի ղեկավար Դրագուտին Դիմիտրովիչի գլխավորությամբ սերբ սպաները գրոհեցին թագավորական պալատը և դաժանորեն սպանեցին Ալեքսանդր թագավորին և նրա կնոջը Դրագային։ Իսկ պատճառը մեկն էր՝ բերել ավելի ազգայնական և ռուսամետ քաղաքականություն վարող առաջնորդին։ Հաջորդ տասնամյակների ընթացքում Սերբիայի և հարևանների միջև վեճերը կրկին բորբոքվեցին, քանի որ Սերբիան ձգտում էր ընդլայնել իր տարածքը։ Փոքր հակամարտությունները հետագայում հանգեցրին
մասին 1912-1913 թվականների Բալկանյան երկու պատերազմներին, որոնց արդյունքում Օսմանյան կայսրությունը բարդություն կրեց։ Սերբական բանակի հաջողությունը ոգեշնչեց ազգայնականներին պայքարել Ավստրո-Հունգարիայի դեմ, թե Սերբիայի ներսում, թե արտերկրում։ 5 տարվա ընթացքում մինչև 1914 թվականը Սերբիայում եւ Բոսնիայում սերբ ազգայնականները մի քանի մահափորձեր իրականացրին ավստրո-հունգարացի պաշտոնյաների դեմ, բայց բոլորն էլ անհաջող էին, մինչև որ Ֆրանց Ֆերդինանդը իր կնոջ ավստրո-հունգարական արքունիքում հեղինակություն չվայելող կոմսուհի Սոֆիա Խոտոկի հետ 1914 թվականին մեկնեցին Սարայևո։ 1914 թվականի հունիսի 28-ին Ֆրանց Ֆերդինանդը գնացքով Իլիջայից մեկնեց Սարայևո։ Կայարանում նրան դիմավորեցին նահանգապետ Օսկար Պոտյորոկը եւ իր շքախումբը։ Համաձայն նախնական ծրագրի էցհերցոգի Շարասյունը սկսեց քաղաքով իր պտույտն ու ենթարկվեց հարձակման Չաբրինովիչի կողմից, ով դեպի էրցհերցոգը նետեց նռնակ, որը դիպչելով մեքենայի բաց տանիքին պայթեց հեռվում, վիրավորելով էրցհերցոգին ողջունելու եկած խաղաղ բնակիչներին։ Չաբրինովիչը թունավոր հապ կուլ տվեց եւ գետը նետվեց, սակայն ինքնասպանության փորձը ձախողվեց, ոստիկանությունը նրան գետից դուրս հանեց, իսկ ամբողջը դաժանորեն ծեծեց։ Ավտոշարասյունը շարժվեց դեպի քաղաքապետարան, ժամանելուն պես Ֆերդինանդը դժգոհություն հայտնեց իրավիճակի կապակցությամբ։ Նրանք եկել էին խաղաղ նպատակով, բայց հանդիպեցին ինչին։ Չնայած նրան, որ նրան առաջարկեցին լքել քաղաքը, սակայն նա հրաժարվեց եւ որոշեցին այցելել նռնակի պայթյունից վիրավորվածներին։ Խուսափելու համար նոր հարձակումներից Պոտյորոկը որոշեց ավտոշարասյունն ուղարկել ապել ափով։ Սակայն վարորդը սերբ Լեոպոլդ Լյոկան գնաց այլ ուղղությամբ, որի պատճառն ըստ ամենայնի թյուրիմացությունն էր կամ ով իմանա։ Իմանալով, որ առաջին մահափորձը ձախողվել է, Գավրիլո Պրինցիպը որոշեց հարձակումն իրականացնել էրցհերցոգի վերադարձի ճանապարհին եւ դիրքավորվեց հայտնի լատինական կամրջի մոտ։ Երբ Ֆրանց Ֆերդինանդի մեքենան մոտեցավ Պրինցիպի մեքենային, նա առաջ անցավ եւ մոտ 5 ոտնաչափ հեռավորությունից արձակեց 2 կրակոց։ Առաջին գնդակը դիպավ էրցհերցոգին, երկրորդը Սոֆիային։ Իարից 10 րոպե տարբերությամբ երկուսն էլ մահացան։ Պրինցիպը անմիջապես ձերբակալվեց, սպանության բոլոր մասնակիցները դատապարտվեցին մահապատժի, բացի գլխավոր դերակատարից Գավրիլո Պրինցիպից։ Բախտի բերմամբ թե պատահմամբ Պրինցիպը ծննդից ի վեր որևէ անձը հաստատող փաստաթուղթ չէր ունեցել, որում նշված կլիներ նրա ծննդյան իրական տարեթիվը։ Այդ ժամանակ ավստրո-հունգարական օրենսդրության մեջ կար մի կետ, ըստ որի իրավունք չկար մահվան դատապարտել անձին, ում 20 տարեկանը լրացած չէր լինի ձերբակալման պահին։ Ուստի մահապատժի փոխարեն սահմանվեց պատժաչափ 20 տարի ժամկետով։ Այս իրադարձությունից անմիջապես հետո ավստրո-հունգարական կողմը Սերբիային 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց, որը միանգամից մերժվեց Սերբիայի կողմից։ Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, հուլիսի 29-ին Ռուսաստանը, որը չէր ցանկանում զիջել իր դիրքերը Բալկաններում եւ պատրաստվում էր օգնել Սերբիային, հայտարարեց զորահավաքի մասին։ Ռուսաստանը սկսեց պատրաստվել պատերազմի Գերմանիայի դեմ։ Կայզեր Վիլհելմ II-ը խնդրեց իր զարմիկին ցար Նիկոլայ II-ին հրաժարվել պատերազմից, սակայն ցարը մերժեց։ Իսկ Գերմանիան վերջնագիր ներկայացրեց ռուսներին՝ չօգնել սերբերին, մեկ այլ վերջնագիր ուղարկեց Ֆրանսիային չօգնել ռուսներին, եթե նրանք պաշտպանեն սերբերին։ Օգոստոսի 2-ին Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուրգի վրա, մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։ Օգոստոսի 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, որպեսզի նրանք հարձակվեն Ֆրանսիայի վրա, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային։ Նույն օրը Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, քանի որ վերջինս չէր արձագանքել բրիտանական վերջնագրին։ Այսպիսով փոքրամարմին ուսանողը փոխեց համաշխարհային քարտեզն ընդամենը 2 կրակոցով, ապացուցելով, որ երբեմն պատմության ողջ ընթացքը փոխելու համար պետք չէ ունենալ մեծ կայսրություն, թագ, իշխանություն ու փառք։ Երբեմն բավական է մեկ մեծ նպատակն ու անսահման հայրենասիրությունը։ Մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքը թեմայի մասին եւ հետևեք մեզ նոր առցվածներ բացահայտելու համար։